զորությունը գծնի հոն ուր դգարությունը գմերժե հանցնվիլ կրնա քիչ զարմանալի թվիլ մեզի որովհետև մեր առօրյան դարբեր կբացատրե դգարությունը եւ զորությունը ընդհանրապես Աստվածաշունչը մեզի դարբեր կխոսի այն բաներեն, որ մեր զգացումները մեզի գայտնեն։ Կարդանք Փեն Կորինթացիս 12:9, որ գսե իմ շնորհքս կփավե քեզի, որովհետև իմ զորությունս ամբողջապես կհայտնվի մարդուն դգարության մեջ։ Մարդուն դգարությունը այս դեղին մեջ կարևոր թիրք կգրավե։ Մարդուն դգարությունը այս համարի մեջ կդարբերի մարդկային չափանիշով դգարություն նկատված բաներեն։ Մեզի համար ընդհանրապես զորությունը կարևոր է, մեզի համար դգարությունը քանքադի միջոց է, դրդուն չէ, փախչիլ է, խուսափիլ է, բայց Աստվածաշունչը մեզի գայտնե, որ Աստծո զորությունը գսկսի մեզի հայտնվիլ, երբ մենք մեր դգարությունները նկատի կառնենք։ Եվ անոր գարժե դիտել, տեսնել, որ ինչպես երբ մենք չենք հանցնվիր սխալ կերպով Աստծո զորությունը կհայտնվի կամ Աստվածաշունչը ինչ կսե։ Ամեն մարդ կհիանա զորավոր մարդուն վրա, բայց Աստծո արքայության մեջ զորավոր լալը բնական բան չէ, հաբա գազմվող բան է, որ հարաճ կուքա։ Հետևաբար զորությունը կմեծնա այնտեղ, ուր դգարությունը գորոշե վստահիլ Աստծո եւ ոչ թե հանցնվիլ իրավիճակներուն։ Նորեն ասեմ, դգարությունը գորոշե վստահիլ Աստծո եւ ոչ թե հանցնվիլ իրավիճակներուն, իր շուրջ գտնվող պայմաններուն։ Սա կնշանակե շուրջդ գտնվող պայմանները զգացումներուդ մեջ քեզի հայտնվող գեդերը ընդհանրապես գրնան քեզի վախցնել եւ Աստծո վստահելեն հերացնել։ Եվ ասիկա տշնամիի աշխատանք է, դու պետք ունիս դգարության մեջ Աստծո վստահելու, ոչ թե արտոնելու, որ որևէ իրական թվող տեսնված պայման բարակա քեզի ազդեք ու վրատ եւ չարդոն է արկելքը լավորտուն Աստծո վստահիս։ Աստվածաշունչը կնկատենք, որ երբեք չէ ծածկած մարդկային դգարությունը։ Եվ մանավանդ ցույց տված է, որ Աստծո ամենակարևոր մարդոց կյանքերում մեջ ինչպիսի դգարություններ կային, բայց Աստված ինչքան հանգիստ էր այդ մարդոց հետ աշխատած ադեն։ Աստված որևէ ժամանակ մարդոց դգարությունները արգելք չտեսավ եւ ոչ էլ այդ մասին խոսեցավ։ Մի քանի հոգիներուն կյանքին մեջ մեզի համար նկատված ամենամեծ սխալը երբ կատարեցին, Աստված թիմացինին հանդիմանեց, իրեն չհանդիմանեց, որովհետև անիկա իր դգարության մեջ գաբրեր, իր դգարության սահմաններում մեջ Աստծո կամքը կատարելու համար աշխատանք կդաներ եւ ցկդում գներ։ Օրինակ, Աբրահամ գասկածեցավ, Մովսեսը թողած Աստծո ներկայության մեջ, Դավիթ լացավ, Եղիա դգարացավ, ընկճվեցավ իրեն հանդիպած դժվարության մեջ, Պետրոս իրեն հանդիպող դժվարություններում մեջ ուրացավ Տիրոջ, բայց անոնց բոլորն ալ զորացան ինչու համար, որովհետև որոշեցին վերականգնել։ Դգարությունը իրենց վերջը չտեսան, նեղությունը, դժվարությունը, բարական, հիվանդությունը իրենց վերջը չտեսան, թեև իրավիճակը շատ զորավոր էր եւ աշխարհն ամբողջ, հավանաբար իրենց շուրջիններն ալ ամբողջ գարցականքեին այդ ուղությամբ, կհայտնեին այդ ուղությամբ, թե իրենց վերջը հասավ եւ ասե վերջավորությունը եւ պետք է լուծում ունեն, բայց այս մարդիկը որոշեցին վերականգնել եւ դերոճմով զորացան։ Իսահակ ասորին գսե քու դգարությունը քու քահդ է նստե անոր վրա եւ Աստված պիտի բարձրացնե քեզ, այսինքն այնինչ որ մարդը կգարձե որ իրեն համար դգարություն է, բագասություն է, լկվածություն է, հոգևոր արթնությունը գսե որ քու դգարությունը քու քահդ է նստե հոն սպասե այդ դեղին մեջ
Աստծո վստահեմ ինչ դգարության քահին վրա նստած ես, մինչև որ տեսնես ինչպես Աստված գմտնե եւ դգարության այդ թուրեն դեղեն քեզի գփարսացնե։ Անորամար եկեք նայենք մի քանի կարևոր գեդեր, որ զորավոր մարդիկ ինչպես կմտածեն եւ դգար մարդիկ ինչպես կմտածեն, որովհետեւ մեր առօրյայի մեջ մենք կարենանք ավելի ճիշտ քայլ առնել, ճիշտ կեցված ունենալ։ Օրինակ թիվ 1 զորավոր մարդիկ կսորվին սրդապեկության ջամփով, այսինքն դժվարության, նեղության, պայմաններու, ջնշող պայմաններու մեջ գսորվին այդ դեղի մեջ, իրենց գոդրվածության մեջ, իրենց ամեն տեսակ դժվարություններու մեջ գսորվին իրենք, ադիգա իրենց միջոց է սորվելու, որովհետև Աստված կբժշկե գոդրվածության ճամփան, ինչպես կգարտանք Սաղմոս 34, կսե Դերը մոտ է անոնց, որոնց սիրտը գոդրած է, հոգիով խոնարհածները գաբրեցնե։ Հետևաբար այս գիտությամբ իրենք փախուս չեն դար հոն կգենան սորվելու համար։ Եվ մեր դգարություններուն մեջ մենք լեցուն բաներ կսորվենք, որովհետև մեր դգարությունները ճանչնալը մեր խոնարհությունը, մեր համեստությունը, մեր հեզությունը կաշխատցնե, կզարգացնե եւ կզորացնե։ Եվ որ մենք մեր դգարությունները չենք ընդունիր որևէ թեփքի մեջ, որևէ պատճառաբանությունով, առաջին հերթին հբարդությունը կաշխատի, որ մայրն է բոլոր մույս թերություններուն եւ սխալներուն։ Հետևաբար մենք մեր դգարության մեջ գրնանք սորվիլ ամեն ինչ, որ կարելի է ցերկ բերել դերոճմով։ Դգար մարդիկ ընդհանրապես կփորձեն խուսափիլ սերեն, որովհետև սերը կբացահայտե իրենց խոցելույթությունը։ Չեն ուզեր ցույց տալ, որ իրենք դգար են, որ ամոթով չմնան մարդոց առջև։ Չեն ուզեր մարդոց զգացնել, որ իրենք դգար են, որովհետեւ ամոթով չմնան, որովհետեւ մարդիկ իրենց համար փամը չսեն։ Իրենց համար դգարությունը այդ փախուս դալու քիզն է, դեղն է, գետրոնն է։ Եվ հետևաբար հոգևորը չի կրնար այդ սովորությունը առնել։ Հոգևորը պետք է իրականության մեջ Աստծո արչև խոնարհությունով գենա վստահ լալով, որ իր դգարությունը ծածկելը իրեն թշնամի է եւ ոչ թե իրեն օգուտ է։ Զորավոր մարդիկ գարդոնեն, որ Աստված իրենց սրդապեկությունը, իրենց դժվարությունը, իրենց այդ սրդի վերքը, գոդրվածությունը դարձնե իմաստություն, ավելի հոգևոր խորություն եւ ավելի գարեկցություն, որովհետեւ երբ դու քու դգարությանդ մեջ կենաս, նաեւ թիմացինիդ հանդեպ լարվածություն ունենաս։ Եթե տեսնես մեկը, որ հաճող է կորձի մեջ, նախանց կունենաս եւ քու նախանցիդ միջոցով առաջին հերթին Աստծո հետ Աստծո կքանքադիս եւ որ դու քու կյանքիդ մեջ նկատես, որ դու դժվարություններ ունիս, բայց ուրիշը լավ է, քու հավատքիդ կգասկածիս եւ հետեւաբար կնկատենք, որ այն մարդիկը, որ իրապես զորավոր են, անոնք են, որոնք գարդոնեն Աստծո, որ Աստված իրենց մեջ գտնվող դժվարությունը, նեղությունը, դգարությունը դարձնե իմաստության, հոգևոր իմաստության, հոգևոր ընթացքի, հոգևոր փորձառության։ Հետևաբար բամը պետք է քննես ցունք ու անցդ։ Օրինակ դամ ցեզի Հոսեփ Քանի օքի գիտե Հոսեփ ինչքան 10 տարի են ավելի դժվարություն, վերք, վնաս գրեց, սրդապեկություն ունեցավ, զինք բادرաստեց ազգեր փրկելու համար։ Այսինքն եթե չլար Հոսեփը այն դեղին մեջ, ուր բոլոր դժվարություններում մեջ սորվելով հոն հասավ, այդ ժամանակի սովը հավանաբար պիտի սպաններ բոլորին, որովհետև մեկը ըստ երևույթին, նույնիսկ գախարտները չունեին գիտությունը, ինչպես կարելի է այս բանը լուծել այս դժվարությունը։ Կրնակ տեսնել մեկ մարդումը խոնարհությամբ դգարության մեջ Աստծո վստահելով նստիլը ազգերու փրկություն բերավ։ Հետևաբար այսօր ինչքան ավելի ենք նման վստահությամբ ապրող ներս, որ գրնանք շատ ավելի դարբերություն բերել, եթե մեր դգարութենեն փախուս չդանք։ Դավիթի սրդապեկությունը պատճառ եղավ, որ իր սաղմոսները գրե եւ շատ մարդիկ մխիթարվին, շատ մարդիկ մինչեւ այսօր քաչալերվին այդ սաղմոսներեն եւ սորվին եւ առաջնորդություն առնեն։ Պետրոս իր սրդապեկության մեջ Հիսուսը ուրացավ։
Բայց ադիգա զինք դարձուց ժայրը եկեղեցվո կամ գլուխը աշակերտներուն յուրաքանչյուր դժվարություն, սրդապեկություն, դգարություն, վերք փեմմն է ուր փամը կներկայացնե պատկերմը գուտա ուր Աստված քու կյանքիդ մեջ կաշխատի որբեսի քեզ վերագանքնե հետևաբար դգարությունը թշնամիտ չէ ինքզինքդ գեղձորեն զորավոր ցցնելը թշնամի է դգարութենեն խուսապիլը Աստուծո վստահելու բագասն է եւ որթուն դգարութենետ կփախչիս ասել է դեղմը չես կրծած Աստծո վստահիլ առանց Աստծո վստահելու չես կրնար հավատքդ կորձածել եւ հետեւաբար չես առներ բայց երբ դգարությանդ մեջ կնստիս գարդոնես որ Աստված քեզի խոսի կյանքիդ մեջ կորձե դու զորություն պիտի գտնես չկա մեկը որ զորավոր էր Աստուծմով կորձածվեցավ բոլորը դգար էին հետևաբար մենք չլա աշխարհի գերբարանքը մեր վրա առնենք, սովորությունն ու վարժությունը մեր վրա առնենք, մեր դգարությունները կգրնան փոխվել դիրոճմով։ Օգոստինոս սկսե Աստված սրդապեկությունը կկործածե ընդարձակելու համար շունչը, այսինքն երբ դու գցկես որ Աստված քու մեջդ աշխատի քու շունչդ, այսինքն քու գամքդ, քու փափակդ, քու միտքդ, քու զգացումներդ կսկսին ավելի հոգևորաբես ընդարձակվել, հոգևորաբես ավելի կարողություն իրենց մեջ, ճշմարտություն, հոգևոր ճշմարտություն գտնեն իրենց մեջ։ Երկրորդ կետ, զորավոր մարդիկ գհրաժարին ող բահել են։ Զորավոր մարդիկ գհրաժարին ող բահել են։ Երեք սուպերմարկետն էինք եւ իմ ուշադրությունս գրավեց եւ երկար ժամանակ այսպես զույգ մգային եւ հայ էին եւ ամուսինը գործեր օգնել, բայց բահմը գինը եւ ամուսինը իրարու գործընծուցին ըստ երևույթին սուպերմարկետին մեջ։ Մեզի ալ շատ կվադահի, ես միշտ կգործընծնեմ Միրելային եւ բայց որ վերադարձավ գինը եւ մարդը գործեր ասել գործեի գտնել այս մեկ արարգան գինը այսպես պատասխանեց. հա կնկատեմ, կգարձեմ, կկասկածիմ, այսպես շատ քննադատական ոչ մգար մեջը, որ ցույց կտար, որ ինչքան ինք լարված է իր ամուսինով։ Եթե իր հագուստին նայեիր, ոչ մեկ բագաս բան կար իր հագվածին վրա, կարծես ինքը հիմա բսակի պիտի երթար, այդպես հագած էր։ Այսինքն ինք գիտություն ուներ, խելքը գլուխը իր տեղն էր, բայց հարաբերությանը սկզբունք չուներ։ Իր մեջը բահած էր անցյալ բադահացներու ազդեցությունը եւ մինչ ամուսինը իրեն գործեր օգնել, ինքը ժխտական արտահայտություն դուրս բերավ։ Որովհետեւ զորավորները գիտեն, որ Աստված նախ ներեց զիրենք։ Հետևաբար իրենց մեջը ող չեն բահեր, որովհետև միշտ արթուն է իրենց մեջ, թե Աստված իրենց ներած է։ Աստծո իրենց ներելը այսպես չեն չարաշահեր։ Դգար մարդիկ բռնված կմնան թարնության, որովհետև թարնությունը իրենց գզկացնե գեղձ պաշտպանություն։ Չեմ կեր, եթե դու հասկանաս այս մեկը, քեզի գզկացնե գեղձ պաշտպանություն։ Պաշտպանված կսկաս, եւ որ այսպես լարված լաս դիֆենսիվ գեցված ունենաս, դու կսկաս որ աբահով ես, դու կսկաս որ լավ վիճակի մեջ ես։ Եվ անորամար թարնությունը կբահես մեջդ, վերջավորության ադիգա իրավունք երևի քեզի, եւ այդ իրավունք երևիլը բարձորեն թիմացինին պիտի թփչիս մեկատ, պիտի ցավցնես մեկատ, այլապես չես կնար հանգիստ զգալ։ Ամեն անգամ որ բալոնը լեցվի, մեկ հատ կթփչիս որ բնականդ գտնես, բայց դու բալոնդ լեցված մարդ ես թարնությունով, ոչ հավատքով եւ վստահությունով։ Դեսեք Գողոսացիս 3:13 կսեն ներեցեք իրարու, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց ցեզի, ինչպես ըրավ, այնպես ըրեք։ Մենք գսենք Հիսուս ինչպես ըրավ, բայց երբ մեր բարակային կա, չեն կսեր Հիսուս ինչքան բաներու համբերեց, ինչքան դեղեր իրավունք ուներ մարդոց գլուխը գդրելու, քանի դեղեր իրավունք ուներ երկինքեն հրեշտակ բերելու, բայց չբերավ։ Մենք կուքան կսենք, բայց ինք այդպես ըրավ, արժանի չէ, քանի անգամ լրեցի եւ Հիսուսի նրածը ամբողջ մեկ կողմ գտնենք,
մեզի հետ բադահածը գմեցնենք այնքան որ ոչ Հիսուսալ հոսլարն է ինքալ 12 լեգիոն հրեշտակ պիտի բերեր երկինքեն եւ իր խնդիրը դրացին հետ կլա մեկ օտո շարած կլա մեկ իրենք իջը աչքը ցավ ունի կոց աչքով նայած կլա եւ այլն գրծամիտքս բարձել հետեւաբար թարնությունը որ մեջերնից գբահենք ադիգա լավ չէ Հոսեփ գրնար թարնություն բահել իր եղբայրներուն թեմ չէ բայց ընդրեց ներել եւ դարձավ իշխան Հիսուս ներեց զինք խաչողներուն Ստեփանոս ներեց անոնց որոնք իրեն կարգոծեցին Առաջին մարտիրոսները ներեցին գայսրին որ զիրեն կչարչարեր անդանելի գերբով Հետևաբար մենք կտեսնենք հոգևոր աշխարհի մեջ ներելը շարունակ գրկնվող բամն է մեկուս կյանքի մեջ այդպես չէ որ մեկ անգամ երկու անգամ կներես եւ վերջ անգևերջ իրավունք ունիս չներելու Տերևս իրավունք ունիս զգուշանալու ու բարեկամը ով պիտի լա, բայց ցուն իրավունք չունիս որոշելու որ պիտի ներես կամ ոչ։ Ներելը ընդհանրապես չներելը բամն է որ քու սիրտիդ մեջ թարնություն պիտի տնե Աստծո ներկայության փոխարեն։ Օրինակի համար ներելը դգարություն չէ, հաբա աստվածային զորություն է, որ քու կյանքիդ մեջը կբերե։ Երբ կհերացնես քու կյանքիդ մեջ են թարնությունը Թուն քու անցդ ազատ արձակած կլաս Եթե բահես քու մեջը թարնությունը թուն քու անցդ գաբանքի դակ թրած կլաս Թիմացին անցյալօր ես մեր էմային գսորվեցնեի որ Թիմացինը քեզի մեկ անգամ բամ մռավ Թուն անոր ըրածը միտքիդ մեջ դրիր սրդիդ մեջ դրիր դուն բերիր դուն եկար մամային բաբային հետ ես քույրիկին հետ ես ուրախ ժամանակ անցնելու մեջ ես բայց տակավին իր ըրածը քու հետը դուն բերերես ցկե on նկատի մի առներ Թուն քու կյանքդ ապրե ուրիշին ըրածը թող որ չարդոնես որ թուն շալգես եւ ադիգա գերդե քու նկարակիրդ հետեւաբար բեք չէ որ մենք արդոնենք այդ մեկը Ոսկեպերան Հովանես Ոսկեպերան գսե ոչինչ մեզ գզորացնե այնպես ինչպես ներելը Մենք գաղութենք որ Աստված մեզի զորացնե բայց ներել ամենաշատ մեզի կրնա զորացնել Հետևաբար մենք պետք ունենք հոգևոր աղբյուրե, հոգևոր գիտությամբ ներել գիտնալ, գեցվածքները հոգևորապես դարձնել, լուծել։ Երրորդ կետ, զորավոր մարդիկ կշարունակեն կործել դժվարության մեջ։ Երբ դժվարության մեջ են կշարունակեն կործել, որովհետև Աստված դժվարությունները կվերածե իրենց համար նոր առիթներու։ Դժվարությունը նոր արիթ է սորվելու համար, առաջնորդությունը ստանալու համար։ Դգար մարդիկ գանք կառնեն առաջին լերան արջև։ Որովհետև իրենց սիրտը, իրենց ամբողջ էությունը չէ որ կկործե, ընդհանրապես իրենք զգացականորեն կգտնվին դեղմը, լա ծառայության մեջ, լա գոչումի մեջ, լա ընտանեկան կյանքի մեջ, լա զույգի հարաբերության մեջ, լա կորձի աշխարհի մեջ։ Գտեսես առաջին լերը դժվարությունը, որ իրենց արջև գուկա, վերջ իրենց համար մեկնաբանություն է վերջացավ, ամեն ինչ վերջացավ, աշխարհը վերջացավ, նայենք հիմա ասկե վերջ, երբ պիտի կա Հիսուս որ այլևս երկինք երտանք։ Իրենց համար ասե կյանքը Եվ ադոր թեմ թնել չեն գիտեր, Տեր Հիսուսը ասավ, եթե հավատքով լերան խոսիկ առանց երկմդելու, պիտի ելե արջևետ, ջար չունի, եթե հավատքդ գործազես ինքը ջար չունի, պիտի ելե։ Մինչև ելելը դեսնես, որ ելավ, շարժեցավ իր դեղեն, թուն պետք ունիս ճիշտը հրճագելու և խոսելու և մտածելու։ Արագած 24:16-ը գսե, վասնզի արդարը թեև 7 անգամ ալ ինա, պիտի գանքնի։ Օրինակի համար Մովսեսին դժվարությունը Մատյամի մեջ եղավ իրեն համար պատրաստություն փարավոնին թեմը գենալու։ Պատրաստության ժամանակ էր։ Բողոսի փանդարգությունները դարձան իր առաքելության նամակները քրելու գրասենյակը։ Ինքը հոն իր նամակները քրեց։ Հովանես Արաքյալի Բատմոս գղզին ակսորվիլը դուրս բերավ պատճառ եղավ որ հայտնության գիրքը քրվի։ Ամենակարևոր քիրքերեն մեկը, որ գվերապերի քալիք Թադաստանին եւ վերջին օրերու լալիքներուն, այսինքն չգար դժվարությունը, որ Աստվածաշունչի մեջ զոհ դարձուց մարդուն։ Նույնիսկ մարտիրոսները, որ ժամանակի մեջ 3-րդ, 4-րդ կամ 2-րդ, մինչև 5-րդ դար շատ
եղան այս բաները, մենք կտեսնենք իրենց ժամանակին մեջ ինչքան արթնություն եղավ։ Մարդիկ ընդհանրապես գնային մարտիրոսներուն, մարտիրոսանալուն չեն նայր իրենց մարտիրոսանալը ինչքան այդ ժամանակին բահեց քրիստոնեությունը։ Հետևաբար քու դժվարությունը քերեզմանը չէ։ Քանի օքի իր դժվարությունը տեսած է իբրև իր քերեզմանը իր կյանքի ընթացքին, քանի օքի տեսած է այդպես, ասես վերջին ծայրն է, վերջին բանն է, վերջին շունչն է, այդ զգացումը կա, դեր կյանքը վիդաբրից, վաղ ելես գործի գերտաս, մեկ հատ չես մտածել, որ այս խափողը զգացումը ինչ էր երեք ինձ եկավ։ Քանի օքի դες է։ Այդ խափողը զգացումը ինչ էր, որ ես երեք արի դվի իրեն լման գիշեր այդ մասին մտածեցի եւ հիմա նորեն իմ կյանքը զգաբրիմ։ Ինչքան ինձի վնաս տվավ այդ միտքը, ինչքան ինձի վնաս տվավ այդ խաղապարը եւ ինչքան պետք է անորթեմ գնամ հաջորդին քանը։ Շատ անգամ անզգուշ ենք այս բաներում, որ ամեն օր ժխտականը գավելնա մեր մեջը։ Քու դժվարություններդ այն դեղերն են, ուր Աստված կգրե ավելի մեծ գլուխը, նոր գլուխը, ինչպես աստվածաշնչական պատմություններու գլուխը, հոն իր խոստումները կան, հոն իր ծրագիրները կան, քու դժվարությանդ մեջ դու ավելի գրնաս սորվիլ, քան քու հանգիստիդ մեջ։ Դժվարությանդ մեջ դու գրնաս ցույց տալ խոնարհությունդ, գրնաս ցույց տալ հանցնվիլդ, նույնիսկ նվիրված անցդ չի գրնար իր հանգիստին մեջ այդքան խոնարհություն ցույց տալ։ Կփնդրես չես գտներ, դժվարության ադեն կգենաս դժվարության ադեն գսես թուն ինձի դժվարություն գուտաս այս դոգոս, այսքան դոգոս, բայց ես նվիրվիմ Աստծո կխոնարհիմ Տիրոջ առջև։ Ու ինչ մեծ զորություն կհոսիկու մեջդ, գիտես, որտեվ դժվարության մեջ թուն խոնարհությունը ցույց տվիր։ Գսե Հիսուս իր չարչարանքներուն մեջ հնազանդություն սորվեցավ։ Ինք հնազանդության բեք չուներ, յուրաքանչյուր կյանքի դժվարության դիմաց ցույց տվավ իր հնազանդությունը։ Եվ ադե ցևը, որ մենք գաբրինք, յուրաքանչյուր բարակայի դիմաց։ Աթանաս կսե 5 իր աքսորներու ընթացքին 5 անգամ աքսորված է այս Աստծո մարդը, գսե եթե ամբողջ աշխարհն ալ իմ թեմս ելլե, ես դագավին աշխարհին թեմը առանցինս կգենամ եւ իմ հավատքես չեմ շարժիր, չեմ շեղիր։ Ամբողջ աշխարհը այդպես իր անձը դերոջ հետ քալել սորվեցուցած է, դերոջ հետ մնալ սորվեցուցած է։ 4-րդ կետ, զորավոր մարդիկ հանցնգարնեն հաշվետվություն, հաշիվ գուտան, որովհետև Աստված գոքնե միայն այն բանը, որում մեջ մենք անգեղծ ենք։ Մենք շատ անգամ Աստծուց մեկը խնդրենք իրեն զավակը լալու համար։ Աստծուց մեկը խնդրենք, որովհետև մենք գաղութենք, Աստծուց մեկը խնդրենք, որովհետև դասանորդ գուտանք, Աստծուց մեկը խնդրենք, որովհետև այս կամ այն բանը գնենք։ Աստված միայն գոքնե այդ բարակային, երբ մենք անգեղծ հաշվետվություն ընող անձեր ենք, հաշվետվություն մեր կյանքին համար, մեր զույգին հետ, մեր ընտանիքին մեջ, նույնիսկ մեր բզդիկներուն նկատմամբ, գիտեք հաշվետվություն ունելը ինչքան խորունգ rewind գնե յետ կերտա հիշադակներու մեջ եւ գնայի գստուքե ամեն ինչ ըրած է, ինչպես ըրած է, ինչու ըրած է, ինչ էր սխալը, ինչ էր շիդագը եւ հաշվետու գլա իր բոլոր սխալներուն համար։ Այդ մարդը իր կյանքի մեջ ազատ է եւ անոր համար այդ ազատությունը իրեն Աստծո օրհնությունը վայելելու կդանի։ Դգար մաթիկ մատներով ցույց կուտան ուրիշին, հաշվետու չեն լար, միշտ բացությունը գարնեն միան այդ բաժինը, որ թիմացինը ինչ հրավ, թիմացինը ինչ հրավ, ինքը բամը չրավ, ես բամը չրի, բզդիկները ինչ կսեն գրվինն է, գնայիս երկուքը, եթե մեկ ժամ նստիս, գնայիս իրարու մի սպիդի ուտեն, իրարու հետ գրված ադենին, եթե քաս իրեն զատ նստե, ես բամը չրի գսե։ Մինչև տուն դեսած գլաս, ինքը զարգավ, ինքը սկսավ, ինքը հետո ասես, բայց տուն զարգիր գսե, բայց ինքը այդպես հրավ։ Հետո գսես նորեն բամ գայց, նորեն այդպես հրավ։ Այսինքն ես միշտ բաժար ունեի ընելու ինչ որերի։ Սո ինքը չի հիշեր հաշվետու անձնավորություն չունի, ինքը միշտ մատ ցույց կտա։ Դիմացինը ինչ հրավ, դիմացինը ինչ եղավ։ Հետևաբար Աստծո զորությունը չաշխատի, բացի հաշվետվության
մեջ զորավոր մարդիկ կսեն Սաղմոս 51:10-ին համաձայն ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծ է հանցավոր եմ կամ հանցավոր չեմ իմ մեջս մաքուր սիրտ ստեղծ է որովհետև իմ ճամփորդությունս քեզի նմանելու համար է իմ ճամփորդությունս ասոր կամ անոր նմանելու համար չէ եւ ես քեզի նմանելու մեջ դակավին շատ դգար եմ շատ սխալ եմ շատ անմաքուր եմ շատ աղդոտ եմ շատ մեղավոր եմ իմ մեջս մաքուր սիրտ ստեղծ է եւ իմ ներսիտիս ուղիղ հոգի Զորավոր մարդ ասիկա կսե Քանի օքի ուզած է ներել, ուզած է խոնարհիլ եւ դժվարություն ունեցած է, հոս ասանք բռնված է ոստեղը փայծ, այդ փայծը մեծ բարերով, այդ բարձր արմատներով, այդ փայծը, գիտեք, դարբեր երևույթներով քանի օքի ունեցած է, հոս, այսպես չլար, գուզեմ, այո, պաստոր, բայց չլար, որտե բռները ոստեղը, ցկած է ադիգա իրեն գարավար է, ցկած է ադիգա իրեն ուղ է։ Իր աղոտքի մեջ ներկա է, գիշերը բարգազադենը ներկա է, գերագուրի ադենն է, ամեն դեղ ներկա իր զույգը է, դոն չի մտներ, բայց ադիգա իր հետն է, ամեն դեղի մեջ, ուր որը լա, աթամ մեղատրեց Եվան, սավուղ մեղատրեց ժողովուրդը, հութան իր անցենզատ մեղատրեց փոլորին, և ասոնց փոլորնալ իրենց ճագադակիրները գործընծուցին, չգրցան հասնիլ, Թեև բարգև ունեին, թեև առաջին մարդն էր, թեև Աստուծո գոչումը գար իրենց վրա, շնորհքը գար իրենց վրա, բայց բոլորն ալ գործընծուցին, բայց հաշվետվությունը պատճառ գլա վերականգնելու։ Պետրոս ընդունեց իր ցախողությունը, Հիսուս զինք վերականգնեց։ Դավիթ խոստովանեցավ իր մեղքը, Աստված զինք դարձյալոծեց։ Եսայի ընդունեց իր անմաքուր շրթունք ունենալը եւ Աստված մաքրեց անոր շրթները բոլոր անոնք որոնք ընդունեցին Աստված իրենց հետ հաղորդակցություն ցույց տվավ Աստված չսավ նայ ինչ դգար մարդ է բեք չէ այսպեսներ պետք է որ ինքը գլուխը գդրեր թիմացին եթե գլուխը պիտի գդրես Աստված քեզի գսե գլուխը գդրե Աստված գսե ցկե ինձի ես բادرազմը ընողն եմ քու բادرազմներդ ես գլուխը գջզմեմ անոր Այլավեստուն հանցը մի առներ, հրաժարե, վազանցիր այդ վիճակեն, հոգևոր գյանքիդ զորության աղբյուրներեն խմե, քու ներսդ գա պրգության աղբյուրը, սուրբ հոգիով, խոսքով, անդեղեն խմե, մդիկ միները զգացումներդ ինչ կսեն, երբ ըսկաս որ միտկերը գհոսին քու վրատ քեզի նեղացուցեր են, թուն խաղապարը արեր ես լավ մմարսած ես անոր համար հոս արդեն պրներ է արմատ նեդեր է, Ինքը կաղապարմը կլուխիտ մեջ, եթե թուն հետը չարնես չի դաս համացայն չլաս, ինքը չի գրնար կու ներսիտիտ արմատ նեդել։ Միայն արմատ գնեդ է, երբ կաղապարը գարնես և գհամացայնիս հետը։ Հետևապար թուրս վրընդ է, ասե գհրաժարի մանգ է, դեր Իսուսի անունով ետ գմղեմ, գխոստովանիմ, գխոնարիմ։ Հինգերորդ գետ, հիշե զորավոր մարդիկ ադեմ մդգար էին, բայց ադով հանթերց փորձեցին։ Իրենց դգար եղած ժամանակը, երբ ուժ չունեին, որևէ ժամանակ, որևէ ցևով ընդունեցին, փորձեցին իրենց դգարութենեն ելնել եւ մինչ չունեին իրենց անցենը սկսյալ որևէ մեկ օգնություն, Աստծո հետ իրենց գաբին միջոցավերին։ Այդպես է ավետարանը, ոչ ոք զորավոր կսկսի, մեկը զորավոր չսկսիր, զորությունը ժառանգված բան չէ, հաբա Աստված կուտա անոր, որ համարցակորեն իր արջևը կգենա։ Ամեն օր դերոջ արջև գերտա։ Ամեն օր։ Աստված անցին գուդա։ Ժառանգությունը չէ որ գարնես վերջ, այլապես մենք բոլորս զորավոր եք գելայինք։ Մենք բոլորս գիտենք լեցուն դգարություններ ունենք, ամեն օր կգտնենք դակավին նոր դգարություն, վաղնալ պիտի գտնենք, բայց մեր դգարությունը միջոց է նոր բան սորվելով դերոջմով դուրս գալու եւ ազատագրվելու։ Բողոս կսե, որովհետեւ երբ դգար եմ, այն ադեն է որ զորավոր եմ, Փեն Կորինթացիս 12:10, երբ դգար եմ, այն ադեն է որ զորավոր եմ։ Ինչու այսպես բան պիտի ասի այս մարդը։ Բաղմությունը ցույց կտա որ ասիկա սուրբ ոգիով քալող մարդ էր։ Իր կյանքի մեջ քեր բնականը հրաշքները շատ հոյագապ սկանչելի գերբով գլային թևերը չէին գրնար իր հին քրդինքոտ աղդոտ կորձի հակուսներով հանդերձներուն մոդենալ զարմանալի արյուն օծությունը կհանդիմաներ իրենց կփախչեին ինչ կանալ Բողոսեն հերուլ լային այդ գդորները այդ իր հանդերձները իր տաշկինակները Ինչու պիտի ասեր որ իմ դգարությանս մեջ ես ավելի զորավոր եմ
Կան զորավորը սկացած ժամանակս։ Քեթեյոնը սկսավ վախով։ Երեմիա սկսավ անաբահով զգալով։ Ես մանուկ եմ, ես ինչ կրնամ անել։ Թագավորներուն դիմաց ինչպես կրնամ գնալ։ Բոլորը վախով սկսան։ Դիմոթեոսը սկսավ երկչոտությամբ։ Բողոսը ասավ դգար մի լար զորավոր եղիր, բզդիկ տարիքիդ մեջ, հավատքիդ մեջ հաստատվի, այդպես գեցիր դիմացդ գտնվող պայմաններուն դիմաց։ Նույնիսկ արաքյալները վերնադան մեջ, թրները, բադուանները փագած վախե գտնվեին ներսը, բայց երբ Սուրբ Օքին իջավ, դգար մարդիկ դարձան բادرազմիկներ եւ աշխարհը ամբողջ դագնու վրա արին։ Գրիգոր մեծը գսե շնորհքը թողածողները գդարցնե սյուներ։ Շնորհքը թողածող մարդիկը գդարցնե սյուներ։ Անոնք որոնք Աստծո արչև երգյուղով գթողան, վստահին գհանցնվին, ոչ թե իրենց պայմաններուն գնային, հաբա Աստծո մեծության գնային, ոչ թե գնային պայմանները ինչքան զորավոր են, հաբա գնային Աստված ինչքան գրնա իրենց պայմանները փոխել, իրենց բարակաները փոխել, ադոր այդ մարդիկը դերոճմով զորություն կգտնեն եւ գթարնան սույներ։ Ուրեմն դգարությունը քու ինքնությունը չէ, դգարությունը այնտեղն է, ուր Աստված կործելու կսկսի։ Ես կհրավիրեմ քեզ, որ այսօրվա անտին չփախչիս քու դգարութենդ, չցկե դգարությունդ, որ դու ամճնաս, չցկե դգարությունդ, որ դու քեզի դկված ըսկաս։ Եթե դգար ես, արդեն կգտնվիս դեղի մեջ, ուր ամենաշատ Աստված պիտի կործեր։ Զորավոր մարդիկ կսորվին, զորավոր մարդիկ կներեն, զորավոր մարդիկ կվերագանքնին, զորավոր մարդիկ պատասխանատվություն հանցնգարնեն։ Զորավոր մարդիկ Աստծո հետ կգալեն նույնիսկ երբ իրենք զիրենք դգար կսկան։ Կուզեմ բամը նայիս որ դու ուր ես, երբ Աստված այսօր կուքա քեզի եւ գնայի քեզի գսե քու զորությունդ փամը չէ որ դու պիտի գտնես կամ գրնաս գտնել։ Զորությունը, որ գագնգալես երկինքեն, փամը չէ, որ գտնես, հաբա փամը զոր ես պիտի դամ, պիտի տնեմ քու մեջդ, պիտի ընեմ, պիտի գազմեմ քու մեջդ, եթե շարունակես հետս կալել։ Աստված քեզի զորության պատասխան այս մեկը պիտի դա։ Հետևաբար աղոթե ոտքի գնանք եւ միասին ասենք Տիրոջ մեր սրդերում մեջ դեր իմ դգարությունս դարձուր զորության, սրդապեկությունս դարձուր իմաստության, դժվարությունս դարձուր վկայության, կյանքս քու զորության համար անոտ դարձուր, իմ կյանքս քու զորությանդ համար անոտ մը դարձուր։